Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը Ռոսալկոգոլ տաբակ կոնտրոլը ըստ ռուսական աղբյուրների սկսել է Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան չեղարկելու գործընթաց։ Սա նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։ Ռուսական լրատվամիջոցները հղում անելով Ռոսալկոգոլ տաբակ կոնտրոլին նշում են, թե գերատեսչությունը չնախատեսված կարգով ստուգել է Ռուսաստան ներմուծվող կոնյակի նմուշներ ու ստանդարտների կոպիտ խախտումներ արձանագրել։ Ակրեդիտացված լաբորատորիայում իրականացված փորձաքննությունը ցույց է տվել, որ կոնյակի նմուշները չեն համապատասխանում ոչ հայտարարված անվանմանը, ոչ էլ ԳՕՍՏ-ի պահանջներին։ Մասնավորապես խմիչքի բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ, ինչի հետևանքով արտադրանքը չի կարող դասվել կոնյակ անվան տակ։ Գերատեսչությունը նշել է, որ նման խախտումները լիցենզիայի դատական գործով չեղարկման հիմք են։ Ռոսալկոգոլ տաբակ կոնտրոլը դիմել է արբիտրաժային դատարան պահանջելով ինչպես լիցենզիայի չեղարկում, այնպես էլ դրա գործունեության կասեցում մինչև վերջնական որոշման կայացումը։ Միաժամանակ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման հիմքով։ Մինչ ռուսական լրատվամիջոցները գրում են, թե հարցը դատաքննության փուլում է եւ որ գերատեսչությունը նախազգուշացրել է շուկայի մասնակիցներին, որ անթույլատրելի է իրենց պնդմամբ կեղծված ալկոհոլային արտադրանքի ներմուծումն ու վաճառքը, Հայաստանի Պրոշյանի կոնյակի գործարանից Ազատությանն ուղարկված գրավոր տեքստում պնդում են՝ մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում, հայկական գործարանը շփոթելով Ռուսաստանում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ։ Պրոշյանի գործարանն իր գործունեությունն իրականացնում է միջազգային չափանիշներին եւ գործող օրենսդրությանը համապատասխան։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը եւ որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացի հետ։ Գործարանն աշխատում է բնականon ռեժիմով, անխափանդ իրականացնում է արտադրություն եւ շարունակաբար արտահանում է իր արտադրանքը միջազգային շուկաներ, այդ թվում ԵԱՏՄ երկրներ։ Գործարանը պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ եւ ունի որակի կառավարման եւ սննդամթերքի անվտանգության համապատասխան սերտիֆիկատներ, այդ թվում ISO եւ HACCP ստանդարտներին համապատասխան։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր լրագրողներից է տեղեկացել այս խնդրի մասին։ Ձեզնից լսեցի նոր, միգուցե այսօր առավոտից ծանրաբեռնված եմ եղել չեմ լսել, մի հատ ինքս կուսումնասիրեմ, հասկանամ ինչի մասին է, ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը գնում։ Ընդհանուր առմամբ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքների արտահանման խնդիրներին, ՊԵԿ նախագահը նշել է, թե նման դժվարությունները պայմանավորված են Ռուսաստանում պարբերաբար իրականացվող խստացումների հետ։ Պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք, նույնը օրինակ անցած տարի եթե կհիշեք, տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ էին եղել, հատկապես լարսը անցնելուց լինում են հատկապես ֆիտոսանիտարիական հարցեր, օրինակ ինչ որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թույլատվում են, այսինքն ինքը այտենց բնականon գործընթաց է, որը որ ունենում ենք եւ մեր հորդորը մեր հարկ վճարողներին եւ բիզնեսմեններին նա է, որ հետևեն այդ պահանջներին։ Հայկական բեռները լարսով Ռուսաստան տանող բեռնափոխադրողներն այս հայտարարությունները պատահական չեն համարում։ Չձայնագրվելու պայմանով Ազատությանն ասում են քաղաքական խաղեր են։ Առաջիկայում իրենք լարսում նոր ու խիստ ստուգումներ են կանխատեսում ու հայկական բեռներով լցված ապրանքն ասում են գուցե սկսի մեծ թափով հետ վերադարձվել։ Նախորդ շաբաթ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը Ռոսսելխոզնադզոր մտահոգություն հայտնել Հայաստանից ներմուծվող գյուղատնտեսական որոշ ապրանքների որակի վերահսկողության վերաբերյալ։ Հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հարցազրույց տվել ու զգուշացրել Հայաստանը բեռնափոխադրումների հարցում կանգնելու է լուրջ մրցակցության առաջ ու կրկին նշել, թե օրինակ որոշ ապրանքներ կարող են իրենց հետ բերել վնասակար միջատներ, բույսերի հիվանդություններ կամ վարակներ մտցնել իրենց երկիր։